Ասեմ, ես չգիտեմ մամուլի թրանքի հետ մասին, ասենք, այդպիսի հրանքա թե չկա, որտեղից է եկել ասել, բայց ասեմ ձեզ, որ նմանատիպ հրանք չկա, նմանատիպ դեպքերը բոլորը դրվում արում են քննարկման, պահանջված գործող կարգի բացատրագիր եւ ըստ այդմ էլ մենք առաջնորդում ենք աշխատանքային նորից գրքով։ Այսինքն մեկ այլ միացած դեպքում ինչ-որ եկալ մեկնարկեց հրանք են տալի, չկա դες բան։ Պարոն Հակոբյան, ներեք ես եմ անձամբ այդ տեղեկատվությունը տարածել, որտեղ իսկ քաղաքապետարանի մարտիրներից ստացա տեղեկատվություն, որ Փաշինյանի հետ ձեր աշխատակցի միջադեպից անմիջապես հետո դուք կանչվել եք քաղաքապետարան հենց առողջապահության վարչություն։ Եվ իմ տեղեկությունները ես մի քանի տարբեր մարդկանցից ճշտելուց հետո այդ հոստուգելը, որ դուք այստեղից բացակայում եք, այդ տեղեկատվությունը հրապարակեցի, միայն այն զուգադիպությունը չէր, որ ինձ ստիպեց նաև այդպես գրել։ Ես տեղեկություն ստացա, որ ամեն դեպքում դուք ոչ հաճելի զրույց ունեցել եք։ Եթե կարելի է մանրամասնել, ամեն դեպքում քաղաքապետարանը ձեզ այդ մասով, այսպես ասեմ, բարձաբանում պահանջել է ձեզնից թե ոչ։ Վստահաբար կարող ասել, որ նմանատիպ բան չկա, անկեղծ եմ ասում, բանը երևի թե եթե լսեք, դուք իմանաք, որ այս պահին մենք ներկայացնում ենք նոր հասցեքացակները, եւ այո, եսի բացկացումների քննարկման արդյունքում են դեղ եղել, եւ որից է հրանում ես տալբան այդպիսի բան չկա։ Տեղադրված տվյալները դες եկել ասել։ Լավ, իսկ ձեր վերաբերմունքը, ձեր գնահատականը որպես ղեկավար այլ միջադեպին, որը այսօր տեղ ունեցավ ձեր աշխատակցի եւ պարոն Փաշինյանի միջեւ։ Ուրեմն ասեմ ձեզ, անկեղծ ասեմ, ես քանի որ եղել եմ այնտեղ, այդքան տեղակ չեմ եղել ընթացակարգի մասին, բայց ես ընդհանրապես բացառում եմ աշխատանքից անունը բացակայությունները, այո, ինքը բացակայել աշխատանքից, ես արդեն նշել եմ, ժամանակից ինքը բացակայել աշխատանքից, ինքը ունեցել է ուրեմն շահառու այդ բանին, որը պետք է լինի, որ այսինքն դա ծննդատուն է եւ ինքը պատասխանատու անձ է։ Այսինքն բացառում եմ եւ կարծում եմ շատ սխալ է ժամանակից բացակայել աշխատանքից առանց հիմնավոր պատճառի։ Ավելին ասեմ, երբ որ իրեն տեղեկացել եմ եւ ասել եմ, որ մեկնաբանություն տա դրա վերաբերյալ, ինքը ասել է, որ չունեն որից է մեկնաբանություն եւ պատճառաբանություն։ Նույնիսկ որից է պատճառաբանություն չի թվում, որ մենք հիմնենք դրա վրա։ Այսինքն դուք նկատողություն կտաք ձեր աշխատակցին Տիկին Սողոյանին։ Այո, աշխատանքային ռիզիկով մենք առաջնորդվենք, այո, եւ կբավարարվենք մենք նկատողությունով։ Իսկ դուք հանդիպել եք նրան անձամբ, զրուցել եք ձեր աշխատասենյակ եկել է այդ մեկնաբարձաբանման հետ կապված, այսինքն դեմ արդեն եք խոսել։ Այո, ես եմ ասել, որ կտասից գրավոր բացատրություն ձեր դեպքի հետ կապված, որտեղ գիտեք, մեր մոտ երբ որ մարդկացի աշխատանքի, մեր մոտ կարող է բանամատներով աշխատանքային ժամը, աշխատանքային ժամը տենց են ճշտել, ինքը ժամանակ ուշացել է, ինքը իր գրավոր բացատրության մեջ նշել, որ է ուշացել է եւ նշել, որ չեմ տալի որից է մեկնաբանություն եւ պատճառաբանություն։ Այսինքն Փաշինյանի հետ միջադեպը ձեզ համար շարժարի չէ, որպեսզի նրան նկատողություն կամ որևէ պարզաբանման պատճառ հանդիսանա, դուք ընդհանրապես նկատողություն կտաք ձեր աշխատակցին ուշանալու համար, ճիշտ ենք ասում։ Բոլոր աշխատանքային կարգապահական խախտումների համար մենք առաջնորդվել ենք մեր աշխատանքային նորից գրքով։ Որի մեջ ամենևս չկան մարդուկական հայացքները եւ այն որ եթե աշխատանքային նորից այդպիսի բան կա, ինձ այդ դեպքում դուք Դուք տեղյակ եք, չէ՞, որ Տիկին Սողոյանի եղբայրը, ով փաստորեն Արցախում եղել է բուժ գծով ծառայության պետ, նաև փոխգնդապետ է եղել, ասում են, որ առևանգել են նրանք, երևարել են, մինչև օրս ամեն դեպս անհետ կորածների ցուցակում է։ Կինը ուներ նաև հարցադրումներ այս առնչությամբ, ինչի համար նրանք շտամվել են, ձեռքից քաշել են եւ վիրավորական ապարատություններ են։ Անկեղծ ասեմ, որ այդպիսի նմանատիպ մանրամասեր չեմ տիրապետում, բայց գիտեմ, որ եղբայրդ կապած նմանատիպ դեպք կա, բայց մանրամաս չեմ կարող ասել, չեմ տիրապետում։ Եթե մի հարց եմ, այս նկատողությունը նրա համար չէ, որ կներեք, գուցե ճիշտ չընկալվի հարցս, ամեն դեպքում այս նկատողությունը նրա համար է, որ նաև հետագա ճնշումներ, հա, ասեմ դες ոչ աշխատանքային նորից կասում, եթե մարդունի կարգապահական խախտում, իսկ կարծում եմ բարակայում ժամանակից ուշացումը շահառուի սպասելը, դա արդեն հիմքը եւ որից է պատճառաբանված հիմնավոր մեկնաբանություն չտալը, հիմք կարողացան, որ նմանատիպ դեպքերը բացառել համարում մարդիկ կան, շահառուներ, այսօր մենք համընդհանուր ապահովագրության ենք գնում, այսօր հերթակ մարդիկ աշխատում են, դե դուք պատկերացեք աշխատողը չի գալի գործի առանց հիմնավոր պատճառի։
Երկու ճիշտ հարց ունեմ։ Առաջինը ներկայացել է աշխատանքի, բայց ընթացքում է դուրս եկել, թե ի սկզբանե ուշ է ներկայացել եւ երկրորդը մոռացել ավելի դա պատասխան։ Որ ինքը աշխատանք չի ներկայացել աշխատանքային ժամին հենց սկզբից։ Իսկ Տիկին Սողոյանը հաճախ է նման վարքով աչքին գնում, թե սա բացառություն էր առաջին դեպքում։ Բանը, ուրեմն մանտայթքով երբ որ մենք նայում ենք, չէ, սա նմանատիպ դեպք ինքը նախկինում մի անգամ ունեցել է, բայց նման տիպ է չի եղել։ Զգուշացումներ երբևէ չեն եղել։ Սա առաջին դեպքն է։ Ժամը 10-ին էր իրենց բակում Փաշինյանի հետ հանդիպումը նախատեսվել, ես օրակարգով հետևեցի։ Դե ես դառնում ասում, որ նման տիպ դեպք չկա եւ դաժե կարիք ինձ չհավատակ, մանտայթքը կարամանը վերև ես ես ցույցամ, դուք տեսեք որ տածակարգը ուշացել է 5 րոպե, 10 րոպե, թե չի ուշացել այդ մարդը, իսկ այսօր մանտայթքը այո ժամանակ է ուշացել է, ինքը դա էլ ընդունել դա գրել է, բայց որից է հիմնավոր պատճառը բացում չի տալի, որ մենք իմանանք մարդու շասուն պատճառը որն է, եւ եթե մենք դա բացում չի տալի, այգրես շահրու սպասում ես, որ մենք գիտեք հերթերի տակ մարդիկ աշխատում, դուք պատկասեք, այդ դեպքում շահրուին ինչ պատասխան են տալու։ Եղավ։ Շնորհակալ եմ։ Ես շնորհակալ եմ։